ինչ զարգացումներ են սպասվում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առումով եւ ինչ զարգացման ընթացք է անցել ՄԻՊ հաստատությունը, որովհետեւ ես պետք է այս պահին մեջբերեմ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպաններից մեկի Արման Թաթոյանի հարցազրույցներից մեկը, որտեղ նա ասում էր, որ մինչև իր պաշտոնավարելը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակությունը չափազանց ցածր էր։ Նախ այս խնդրեմ այս հարցին անդրադառնանք, որովհետև արդյոք դա այդպես էր թե չէ եւ արդյոք ճիշտ է նման մեկնաբանություն անելը։ Նախ ես շատ սոլիդար եմ վերաբերվում իմ բոլոր գործընկեր մարդու իրավունքների պաշտպաններին եւ պիտի հատուկ արձանագրեմ, որ ի տարբերություն շատ հաստատությունների մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի եղել մի ժամանակահատված, երբ ունենա ցածր հեղինակություն։ Իհարկե ես հիմա չեմ մեկնաբանի իմ գործընկերոջ խոսքը, որովհետև դարձյալ ես նշեցի, որ սոլիդար եմ գործընկերների նկատմամբ, պարզապես երևույթին ինքս կանդրադառնամ եւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակությանը։ Ինչպես նշեցի, իմ խորին համոզմամբ մեր հաստատությունը մշտապես ունեցել է բարձր հեղինակություն եւ իհարկե շատ բնական է, որ այն ունեցել է նաեւ զարգացման ընթացք եւ ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպաններից յուրաքանչյուրը եկել եւ մի քայլ ավելի առաջ է տարել ինստիտուտը եւ բնական է դա շատ, որովհետեւ արել է մի քայլ ավելին, քան նախորդն էր արել, այն պայմաններում, որ սա նոր հաստատություն է Հայաստանի Հանրապետության համար եղել եւ կա, եւ ըստ էության նաեւ բնական է, որ անընդհատ պիտի զարգացման ընթացքի մեջ գտնվի։ Նախ հեղինակություն ասելն էլ դա շատ հարաբերական երևույթ է, որովհետև հեղինակություն ում մոտ, միջազգային կառույցների մոտ, հեղինակություն մասնագիտական համայնքի մոտ, հեղինակություն քաղաքացիների մոտ, բայց ես չեմ ուզենա դրան անդրադառնալ, որովհետև դարձյալ կուզենամ ավելի շատ խոսել հաստատության այն զարգացման ընդհանուր շրջափուլի մասին, որը անցել է եւ հիմա էլ անցնում է հաստատությունը։ Օրինակ, շատ կարևոր էր մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դերակատարությունը, որովհետև նա այն պաշտպանն էր, ով շատ այդ բարդ իրավիճակում, երբ կարող էր նաև մեծ էր հավանականությունը, որ կարող է հետապնդումների ենթարկվել, հալածանքների ենթարկվել, ինքը հրապարակային խոսեց մարդու իրավունքների խնդիրների մասին։ Ընդ որում, հիմա մենք շատ ավելի մի քանի տասնյակ անգամ միգուցե ավելի քննադատական խոսքեր ենք հնչեցնում տարբեր իրադարձությունների հետ կապված, բայց իրավիճակը պետք է գնահատենք գոյություն ունեցող պայմանների համատեքստում եւ այն պայմանների համատեքստում բնականաբար դա շատ կարեւոր քայլ էր։ Կարծում եմ, որ դրանից հետո պարոն Անդրեասյանը օրինակ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված բազմաթիվ զարգացումներ է բերել հաստատություն։ Պարոն Թաթոյանի ժամանակահատվածում դարձյալ տարբեր ոլորտներ իրենց զարգացումն են ապրել, որոշումների որակն է ավելի լավը դարձել։ Երբ խոսենք արդեն իմ ժամանակահատվածում հաստատության զարգացման հետ կապված, աներկբա է մի բան, օրինակ, որ մի ոլորտ, որը անընդհատ հաստատության առումով նաև միջազգային կազմակերպությունների կողմից էր քննադատվում, իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտը, սա բերվել է բոլորովին այլ մակարդակի, այսինքն, եթե տարիներ առաջ հաստատությունը հենց այս ոլորտի համար քննադատության էր ենթարկվում, հիմա հակառակը միջազգային կազմակերպությունները սա շեշտադրում են որպես հաստատության շատ կարևոր ոլորտ, որը շատ մեծ զարգացում է ապրել։ Եվ եղել են բնականաբար նաև միջազգային դերակատարների կողմից տարբեր դիտողություններ եւ շատ դեպքերում դրանք վերաբերել են հենց այն ժամանակահատվածներին, որոնց վերաբերյալ մարդիկ շատ դեպքերում խոսում են որպես օրինակ ամենաշատ գնահատված ժամանակահատված եւ այլն, բայց հենց այդ ժամանակահատվածներին վերաբերելի տարբեր նկատառումներ, մեկնաբանություններ էլ կան, ի նկատի ունեմ բացասական առումով այդ թվում, իհարկե նաև դրական։ Հետևաբար կարծում եմ, որ այս առումով նախ շատ կարևոր է հենց մարդու իրավունքների պաշտպանների կողմից սոլիդարությունը միմյանց նկատմամբ, դարձյալ պիտի շեշտեմ, որ շատ կարևոր զարգացման ընթացք է անցել այս հաստատությունը, յուրաքանչյուր պաշտպան իր հետ բերել է մի բան ավելին, քան նախորդ պաշտպաններ արել, եւ սա շատ գնահատելի երևույթ է, եւ կարեւոր է, որպեսզի նաեւ պաշտպաններն էլ միմյանց նկատմամբ սոլիդար լինեն, իրականում ես էլ բազմաթիվ մեր պաշտպանների հետ շփումների ընթացքում այդ սոլիդարությունը զգացել եմ օրինակ Տիկին Գրիգորյանից, պարոն Անդրեասյանից, պարոն Հարությունյանից, այսինքն սոլիդարությունը ոչ թե գաղափարն այն է, որ միմյանց աջակցում ենք որևէ բանով, այլ սոլիդար ենք հաստատությունը զարգացնելու համար, որովհետև այստեղ ենք ոչ թե որպես անձ անհատ, այլ որպես հաստատությունը ներկայացնող պաշտոնատար անձ։